Մայրաթոր Փաշինյան բայկարը ուր է գնում Տիգին Դալակյան դու ինչպես գտի դարգեք ոչ կաթողիկոսը պատրաստ է ինչ որ կայլնել վարչապետն փորձեց ներեկայացական խնդրի վերածել Այսօր մեր երկիրը աշխարհում քննարկում են Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսի դեմ է կաթողիկոսը Նիկոլ Փաշինյանը խայտառ այն որ Գարեգին երկրորդը պետք է հեռանա միանշանակ է այն որ եկեղեցում եղած խնդիրները պետք է լուծվեն բայց եկեղեցու ներսում դա միանշանակ է սա դարձել է քաղաքական պայքարի մաս եւ արդյոք դրանից հետո մեր եկեղեցին չի տուժի որպես ինստիտուտ սա իմ համար ամենակարևոր խնդիրն է որտեղ ժողովրդի մեծամասնությունը արդեն շատ հիաստապված է ինձ համար շատ հետաքրքրական է ինչ վերաբերմունք կրնան ունենալ Քոչարյան եւ Սարգսյան Սամվել Ղարաբեդյանի աստղի բարձրացումով դա իրական անգերց պիտի ընկալեն մարսեն կամ չթողնեն կամ ինչ այն որ աջակցությունը ունի Ռուսաստանի Սամվել Ղարաբեդյանը դա չի թողնի որ Քոչարյանը նրա դեմ խոսի բայց Քոչարյանը կարծեմ պիտի վիրավորված լինի Վլադիմիր Պուտինից որովհետեւ այդ քիմիան կարծես միակողմանի է կամ քչանում է ավարտվել է ես նկատել եք իդեպ Քոչարյանը միշտ Պուտինի մասին այդպես խոսում է Պուտինը ոչ հա շնորհավոր մածոնոն դա Նիկոլ Փաշինյանի ծնունդն է շնորհավոր այո իզմա հերում է նա Քոչարյանի անվան հետ որտեղ գիտի որ հետնա ի վերջո դժգոհ եք իշխանություններն այս Հնդկաստանեն զենքը քնենք եւ այլն զինվիլ մինչեւ վերջ ներդրումներ պիտի լինեն եւ Հայաստանում կառուցվի ինչու որովհետեւ չես կարող ասել վաղը Հնդկաստանը քեզ զենք կվաճառի թե ոչ սով չի լինելու ես տեսնում եմ Ուկրաինայում ինչ է կատարվում եթե զենք չեն վաճառում եւ Զելենսկին էլ դա տեսնելով իր հրթիռներն է արդեն արտադրում ավելի լավ է ունենալ քիչ զինվոր բայց որակով քան 3 միլիոնանոց բանակ ունենալ Ռուսաստանի կամ Չինաստանի եւ առանց որակ Բարև ձեզ արևելքի հարտակով ես Սակարյանն եմ գշարունակենք անգերց զրույցներով մեր շարքը այսօր հյուրս քաղաքագետ Միտք հարթակի ղեկավար Լիլիթ Դալակյանն է բարի եկած Տիգին Դալակյան գիտեք մենք Ռուբեն Վարդանյանի կոնցեպտը դակավին չհասկացանք այսօր քիչ առաջ Amnesty International-ը դադարեցրած է այդ վճիրը 20 տարվա ի վերջո ով է Ռուբեն Վարդանյանը Տիգին Դալակյան եւ ինչու այս բոլորը Ցերտի դարգում Ռուբեն Վարդանյանի գործունեությունը որպես բիզնեսմեն ես տեղյակ չեմ գործունեությանը չնայած կան նավալն ու հոդվածներ օֆշորներում նրա գործունեության հետ կապված որը կապված է Վլադիմիր Պուտինի նաև հետ սպեկուլյացիաներ կային ինչու նա եկավ Հայաստան ինչ խնդիրների առջև էր բախվել Ռուսաստանում ինչու հիմա Ռուսաստանը չի խոսում այդ մասին բարձր չէ որ առանց Ռուսաստանի համաձայնության նա այդ քայլը չէր անի եւ իր ողջ գործունեությունը Արցախում ցույց է տալիս որ աջակցում էր Ռուսաստանին մինչև վերջին պահը BBC-ում էլ եւ ես շատ քննադատում եմ դա եւ հիասթափված եմ նա կոչ էր անում ռուսներին մանդատ տալ այն ժամանակ երբ արդեն ապաշրջափակում էր եւ պարզ էր որ Պուտինը պայմանավորվել է Ալիևի հետ դրա համար ես չեմ կարող ընդունել իր գործունեությունը ավելի հոգեհարազատ է ինձ Լևոն Հայրապետյանի քաղաքականությունը եւ նա դարձավ հենց Պուտինի զոհը բայց ես վստահ եմ ինչքան էլ հարցեր լինի Ռուբեն Վարդանյանին նա պիտի վերադառնա Բաքվում չպիտի գտնվեն հայեր, ուրեմն Իլհամ Ալիևը ինքը միջազգային իրավունքի հետ որևէ կապ չունի, որ ինչ-որ մեկին էլ դատի, իդեպ նրա հարցազրույցը, որ նացիստ էին եւ այլն, պարոն Ալիևը տարիներ շարունակ բանակցել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ, թեկուզ միջնորդավորված Մինսկի խմբում, այսինքն նացիստների հետ ինչ են բանակցում կամ աշխարհի 3 հզորագույն պետությունների ղեկավարները ուղարկում էին իրենց բանագնացներին Արցախ Սա լուրջ չէ հայտարարությունը, դա նացիզմի հետ ընդհանրապես կապ չունի։ Այլ հարց է, որ պոպուլյար չեն այս մարդիկ Հայաստանում, նաև արցախցիների շրջանում, գիտեք, ես հազարավոր արցախցիներ չեմ տեսնում, որ ցույց անեն փողոցում, պահանջելով իրենց ղեկավարներին, որովհետև թե տարբեր հարցեր կան։ Հարցականներ եւ իրենց որոշումների հետ կապված եւ մինչեւ վերջին պահը իրենց բիզնեսների մասին մտածելու հետ կապված, սա շատ նուրբ թեմա է, շատ ցավոտ թեմա է, բայց ես կարծում իրենք պիտի վերադառնան, ես այդպես եմ ցանկանում, թեկուզ այստեղ թող իրենք հարցերի պատասխանեն։ Գումարած ջան, ես չգիտեմ իրենք ցանկանում են Հայաստան վերադառնալ, եթե Աստծո հաջողությամբ իրենք ազատ արձակվեն, գուցե ցանկանան երրորդ երկիր գնալ։ Սա բոլորը մեկ կդեսնեք այդ բանդարգվածներու Ռուբեն Վարդանյանը իհարկե առավել այսպես կարևոր անձ է Ալիևի համար, ինչու որովհետև նա գիտի, որ Ալիևը ինչպես է հայտնվել Արցախում եւ որ կենտրոնն է փորձել եւ գուցե փորձում նրա
գանձը օգտագործել։ Նախկին ղեկավարները այդքան արդեն ակտիվ չէին այդ ժամանակահատվածում։ Դե հետո ներքին լսարանի համար էլ Ալիև ուզում է իր այդ ուժեղ դիրքը բայ, բացի այդ ես միշտ վստահ եմ եղել, որ Արցախի հարցը փակ չի եւ Ալիևը դրանից վախենում է։ Գուցե Հայաստանի համար փակ է, բայց արցախցիներ կան, Ռուսաստանում էլ կան։ Եվ գուցե այդ խաղակարգը Ռուսաստանը օգտագործի, իրենք միշտ էլ նշում են, չէ, իրենց իդեոլոգները, որ այդ հարցը փակ չի։ Նույն Զատուլինը անդադ խոսում է, որ մենք սխալվել ենք, Վենեդիկտովը, որ այդ հարցը փակ չի, Ռուսաստանը զբաղված է։ Փակ չի, որտեղ ուզում են օգտագործել, ոչ թե լուծել հոգուտ հայերի։ Իսկ այդտեղ Ռուբեն Վարդանյանը ինչ դեր կարող է դեռ ունենալ, ես դեռ ավարտված չեմ համարում այդ թեման։ Բարձր է, Վենսի այցի մասին շատ խոսվեցավ Տիգին Դալակյան, շատ քննարկումներ եղան։ Մենք նաև նկատեցինք, որ ընդդիմությունը փորձեց այսպես խնդրողի թերի մեջ ինչ-որ պատկաններ հասցնել։ Ի վերջո ինչ տվավ այս այցը Հայաստան։ Դուք ինչպես կտեսնեք այս բոլորը եւ արդյոք մենք իրապես նոր փուլ կմտնենք, թե բարձրապես ձխածածգույթ, բարը գսիրեմ, ձխածածգույթ է այս ամենը։ Ընդդիմությունը խնդրողի դերում չի, պահանջողի դերում է, իրենք պահանջում էին, հիշում եք պաստառները եւ դա անկարելի է ինձ համար, այսինքն ԱՄՆ-ն պարտավոր չի ոչ մի բան ձեր արժեվ, հատկապես ձեր դաշնակիցը չի ձեր ասելով, հատկապես ռուսամետ քաղաքական, ուրեմն այդ բաղադրիչների նկատի ունեմ եւ ԱՄՆ-ն քայլեր կատարում է, Վենսը կարող էր ընդհանրապես չխոսել այդ թեմա, բայց ասած կխոսեմ, այսինքն նախ տոնը պետք է փոխել աշխարհի հզորագույն պետության հնարավոր ապագա նախագահի հետ խոսելիս, շատ հավանական, Ռուբիոյի եւ նրա միջև է հիմնական պայքարը տեղի ունենում։ Սա մեկ, ինչ վերաբերում է հռչակագրերին, սրանք դեռ հռչակագրեր են, ես անդադ խոսում եմ, սա կարևոր քայլ է, բայց հռչակագրերը հռչակագրեր, մենք Չինաստանի հետ էլ ունենք ռազմավարական գործողության հռչակագիր, մենք պիտի արդեն գործնական քայլերի գնանք, որովհետեւ ԱՄՆ-ում ընտրական process-ները 2 տարին մեկ թարմացվում են եւ մեզ համար կարևոր է, որպեսզի սրանք լինեն հարատև հարաբերություն ոչ թե չիմանանք Բայդենը, Տրամպը հետո ինչ կլինի, այդ հետո ինչ կլինի միշտ հարց է։ Եվ այս ատոմակայանի հետ կապված էլ հիմա Գալուզինը ինչ է ասում է, դուք Ռոսատոմի հետ էլ ունեք նմանատիպ հռչակագիր, հասկացնում են, որ սա դեռ հռչակագիր է։ Ամենակարևորը դա ճանապարհների հարցն է, որ ասում են Հայաստանում, եթե ռուսական երկաթուղիներին շարունակեն պատկանել երկաթուղիները հայկական, դա խնդիր է լինելու մեզ համար։ Նիկոլ Փաշինյանը ուզում է գնել, կամ ասում է երրորդ երկիր գնի, Ռուսաստանը չի վաճառելու այդ իրավունքը, որովհետև Ռուսաստանի համար դա կարևորագույն լծակ է, մենք ինչ ենք անելու այդ ժամանակ։ Ու առանց ԱՄՆ-ի մենք այդ հարցը չենք կարող լուծել, իսկ ԱՄՆ-ն ինչ է ասել հայկական իշխանություններին, ասել է դուք գնացեք զբաղվեք այդ հարցով, մենք կգանք կառուցենք, թե մենք կօգնենք, որ Ռուսաստանին ճնշենք, Հայաստանը Ռուսաստանը չի կարող խոսել այդ հարցի շուրջ, դա լուրջ հարց է, դա աշխարհաքաղաքական հարց է, դա միջանցքի հարցն է։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը ունի պաշտպանությունը ամերիկյան կողմի, իր խոսքից ես այդպես չհասկացա։ Այսինքն եթե նա արդեն բարձրաձայնում է, որ սա խնդիր է, առաջիկայում կտեսնենք, ես շատ ուրախ կլինեմ, եթե ամերիկյան կողմը ինքը վերցնի իր վրա այդ պատասխանատվությունը, եթե ոչ, եթե մենք միայնակ մնանք Ռուսաստանի հետ այս հարցում, Ռուսաստանը շատ լծակներ ունի Հայաստանի նկատմամբ, նախ եւ առաջ տնտեսական։ Եվ ես չէի ցանկանա, որ Դոնալդ Տրամպը ուղղակի խաղաղասեր Երևանու համար ինչ-որ մի թուղթ ստորագրել տա, բայց ինքը չշարունակեր քաղաքականությունը Պուտինին տարածաշրջանից դուրս հանելու Ռուսաստանին ուղղությամբ։ Գիտեք, մենք ինչքան կմոտենանք հունիսի 7-ին, այնքան կսկանք, որ չէ, իրոք խաղը լուրջ լրջանում է, այսպես ասած, այն իմաստով, որ բացահայտ կերպով ընդդիմադիր գործիչներ Գյումրի երկուքի մասին կխոսին, հակառակ որ իշխանությունը բազմիցս ասած է մենք գիտենք այդ սցենարը, մենք տեղյակ ենք, մենք կգրնանք հագաստել, բայց նաև մենք կտեսնենք, թե մեծ դրամական հոսքեր նաև պիտի լան շուտով եւ մեր հասարակությունը ճանչնալով ինչ են ռիսկերը։ Փաշինյանը ունի շանս կարևոր հաղթանակ տանելու։ Չնայած շատերուն սրտովը չէ այդ մեկը, բայց իվերջո ինչ պիտի կատարվի։ Ամենաշատը Նիկոլ Փաշինյանը կարող է հաղթանակ տանել այս ուժերի հանդեպ։ Եվ իրենք դա ասել են։ Ես չեմ վստահում այս ուղղությամբ Հայաստանի իշխանությունների քայլերին, պարզ խոսել եմ։ Այսինքն իրենք կանցերն են իշխանության։ Այսինքն հիմա նոր ուժեր են ստեղծվում, այդ մարդկանց նկատմամբ քրեական գործեր կան։
Ինչ վիճակում են այդ գործերը։ Տեսեք, մի հայամատություն անեմ, Ուկրաինայի էներգետիկայի նախարար ուզում էր փախչել երկրից։ Ես իդեպ այսպես փշակվաղում եմ մարդ, որ դիտում եմ, եւ ուղղակի մարդուն գնացքից հանեցին։ Պատկերացնում եք, եւ հիմա էլ պետական դավաճանության մեջ կարող է մեղադրել, որովհետեւ Ռուսաստանի հետ կապեր կար, ներածիր կաչի միջև հիմա Ռուսաստան։ Այսինքն, եթե դու ուզում ես ինչ-որ մի քայլ անել, քեզ 10 տարի պետք չի դրա համար։ Արդարություն հաստատելու։ Եթե դու ուզում ես Մայա Սանդուի պես արգելել ռուսական հոսքերը, դու արգելում ես։ Սա իմ կարծիքը, ես ավել բան չունեմ ասելու։ Երգույթություն կա իշխանության քայլերում։ Իշխանությանը, այսինքն Ռուսաստանի հանդեպ ինչ որ գարձես ալիք մը գա, որ դեպի հերախոս մը գա, որ դեպի Ռուսաստան կդանի իշխանության ցերկը եւ անընդհատ միշտ այդպես գարչելու եւ այցերը Արեն Սիմոնյանի եւ անգե առաջ Փաշինյանի Եկեք երկու մասի բաժանենք։ Ես կողմնակիցը չեմ, այդ որ ասում են հենց հիմա դուրս եկեք ստեղից, կան այդպեսի ուժեր։ Այսինքն ես ժողովրդին, եթե ես լինեի ղեկավար, հարվածի տակ չէի դնի, եթե չունեի հիմքեր, բարձիկներ։ Ես չգիտեմ կրկնում եմ։ Դուք տնտեսականեն շատ տնտեսական, հիբրիդ հարձակումները, գիտեք, Ռուսաստանը լուրջ ներկայություն ունի մեր ՊՆ-ում, գեներալների տեսքով այդ ապրիլյան հանձնաժողովը ինչ եղավ, չխասենք, չկա այդպեսի հասկացություն։ ԱԱԾ-ում մենակ տնտեսությունը չի, այդ մարդիկ այստեղ լուրջ ներուժ ունեն, եւ սա փոքր երկիր է։ 70-100 դարվա մասին գխոսում։ Իհարկե, այսինքն այդպես 8 տարի ոչինչ չանել այդ ուղությամբ 8 ժամում ասել, հեսա մենք իրենց տեղից կհանենք, հենց հիան երկաթուղին լուրջ հարց է։ Հեկերը, ջեկերը, այսինքն այդ գույք պարտքի դիմաց հրաշալի գործարքի հետևանքով այսօր դուք, այսինքն այդ մարդկանց, ովքեր տվել են երկաթուղին, Քոչարյանի վերջի տարիներ դա եւ Սերժ Սարգսյանին, այսինքն այդ մարդիկ պիտի այսօր դատվեին։ Պետական դավաճանության համար մենք այսօր կանգնած ենք իզոլյացիայի մեջ մնալու վտանգի առջև եւ նոր պատերազմի այս մարդկանց շնորհիվ ինչ են իրանք անում գնում են խորհրդարան դառնում են падգամավոր ես հիմա ինչ ասեմ Հայաստանի այս իշխանություններին Պարզ չի, որ սա թատրոն է։ Իրենք այսպես են մտածում, նախկինները այնքան վարկաբեկված են, որ ամեն կաթիլ նոր բացահայտումը ժողովրդին էլի կհիշեցնի նախկիններ կա, բայց սա հարատև չի կարող լինել։ Ես կարծում եմ, սա վերջին արարն է, որ դա աշխատում է։ Վերջին արարն։ Այո, մեծամասնությունը արդեն լուրջ չի վերաբերում, դրա համար նոր կերպար են գտել։ Ես չեմ ասում, որ նոր կերպարները Ռուսաստանից չեն ղեկավարվում։ Նիկոլ Փաշինյանը ուզում է այո հեռանալ Ռուսաստանից, բայց նա այդ քայլերը չի անում, մտածում է այսպես. ես էլ լավ լինեմ Պուտինի հետ։ Ինչու ես լավ չլինեմ։ Ինչու ես լավ չլինեմ։ Այսինքն, այստեղ մի կարևոր փաստ պիտի մենք արձանագրենք։ Ռուսաստանը այստեղ շատ լայն ներկայություն ունի, բայց քայլերը այդ ներկայությունից ազատվելու համար շատ դանդաղ են։ Եթե դու չես ազատվում, բայց ուզում ես ազատվել, այսինքն հիմա դիսոնանս է։ Մենք շատ կախված ենք, գնալով խորացնում ենք կախվածությունը Ռուսաստանից տնտեսական, Օվերչուկը խոսեց, մեր առևտուրը չի պակասել։ Էլ ինչ հեռանալու մասին, ինչ ԵՏՄ-ից դուրս գալու մասին է։ Մենք նույնիսկ հապկից դուրս չենք եկել, արդյոք հապկը անդամությունը մեզ խանգարում է զենք գնել արևմուտքից, այս հարցերը բաց են։ Շատ բարդ իրավիճակում է Հայաստանը եւ այս խաղերը ոչ մի լավ տեղ չեն տանելու ժողովուրդը ամեն շատ լավ տեսնում եւ հասկանում է։ Տիգին Դալակյան մյուս կողմը նաեւ մենք կնկատենք, որ Փաշինյանը արևմտամետ այսպես կոչված այդ բլոկի մեջ լուրջ հենարամը չունի ընդրություններն իդ այդ մեկը դակնապ գրնա ստեղծել, եթե ինքը չկարողանա ասենք ով գիտե ինչ արդյունք պիտի լա եւ հայտնվի, ասենք գոդրած դաշտակի արչեւ եւ պետք ունենա այդ ուժերուն, ուր են այդ ուժերը եւ մինչև հիմա ոչ մեկ հասարակած քիզմը կտեսնենք, լա, ասենք հանուն հանրապետություն, բաց խոսենք էլի, հանրապետություն, գուսակցություն, միս ուժերը որ կան, որոնք ինչ որ կերպ Եվրոպամետ ուժեր կրնանք սեբել, ուր են այդ ուժերը, այսօր ինչ կնեն եւ ինչու չեն հագաստեր, եթե իրենց բայկարն է այդ բայկարը, որ Հայաստանի ի վերջո բոգենք Ռուսաստանին այդ բայկարը խոսք է արդյոք։ Գիտեք, այսպես տարօրինակ իրավիճակ է ստեղծվել։ Հայ հասարակության մեծամասնությունը այո ցանկանում է հարաբերությունները խզելը մի կոպիտ կլինի, հեռացնել Ռուսաստանից։ Դա 20 թվականի արդյունքն է, դա Նիկոլ Փաշինյանի արևմտամետության հետևանքը չի։ Բայց ձեր նշած ուժերը ես անուններ չեմ տա, ես շատ այսպես կտրուկ Ռուսաստանի դեմ խոսողների նույնիսկ կասկածանքով եմ վերաբերում։
այսպես ասեմ։ Կա այդ վարկածը։ Կա այդ վարկածը, իհարկե կա։ Իսկ ինչ հավեմ մնացած ուժերին, որոնք անկեղծ, այո, կարծում են արևմտամետ չեմ ընդունում, ես օրինակ արևմտամետ չեմ, հիմա ինչ հաշակում արևմտամետ։ Մենք օրբանամետ չենք, ոչ էլ մագամետ։ Ասենք Հայաստանամետ։ Հայաստանամետ դեպի Եվրոպա, դեպի արևմուտք մեր Հայաստանի փրկությունը դեսնող։ Այո, մի օր Ռուսաստանը Հայաստանի սահմանները կիմանա, կդառնանք ռուսամետ։ Այո, այդ կոնցեպտը։ Այո, այդ քիչ ավելի ինչպես Ադրբեջանն է, այո, կատարում իդեպ եւ շատ հաջող Ադրբեջանի արտաքին քաղաքականություն եւ Թուրքիայի օրինակ։ Բայց իրենք չեն միավորվում, ես դե տեսնում եմ, այստեղ հայերի մեջ հայ քաղաքական մտքի չեմ ուզում իհարկե վիրավորել, այդ մրցակցությունը անիմաստ, այնպես չի էլի, որ տենց 100% հաղթում էին, հիմա էլ տեղերի պայքար է։ Ես տեսնում եմ, որ իրականության մեջ չեն էլի որոշ մարդիկ, որ հեսա վարչապետից 5 ենք պակաս, օրինակ գործիչներ կան, ասում են մենք հեսա մտնում ենք խորհրդային, բայց գիտես որ դա անհնար է իրենց համար։ Այսինքն ուզում ես հասկանալ, սա ռեալ են իրենք մտածում այդպես։ Էլ ինչ միավորվեն։ Էլ չասած որ այնտեղ շատ ուժեր կան, որոնք իրենք Նիկոլ Փաշինյանին չեն ուզում ընդդիմադիր լինեն, ընդդիմություն։ Այսինքն դու չես կարող չլինել Նիկոլ Փաշինյանի ընդդիմություն, բայց երրորդ ուժ համարվել։ Այսինքն եւ ուզում են խորհրդարանում հայտնվել, եւ ուզում են Փաշինյանի կողքը լինել։ Հետո էլ ասում են ժողովուրդը ձայն չտվեց, բայց եթե ժողովուրդը գիտի, որ դուք Նիկոլ Փաշինյանի թիմից եք, որևէ լուրջ քննադատություն։ Չէ՞ ասում գրբանային ընդդիմություն։ Նույնիսկ գրբանային չեն, այսինքն ես չեմ էլ մտածում Նիկոլ Փաշինյանը կանչել է ասել է դուք կլինեք իմ ընդդիմությունը ինչպես նախկին ղեկավարները անում։ Ուղղակի իրենք կարծում են որ այդպես է ճիշտ։ Մտածում են երևի ժողովուրդը դեռ վստահում է ինչ որ հատված Նիկոլ Փաշինյան չկորցնեն այդ մարդկանց ձայները։ Դե ինձ համար հեշտ է խոսել, ես քաղաքական գործիչ չեմ, ինչ որ հենց այս բան որ հաշիվներ չունեք։ Այո, թեմայի չեմ մասնակցում։ Կարող է մի օր ժողովուրդն ասի դու սխալ ես, մի օր ասի դու ճիշտ ես։ Դրա համար իրենք այսպես չեն ցանկանում Նիկոլ Փաշինյանի որևէ քայլ քննադատել։ Ու այնպես չի որ Նիկոլ Փաշինյանի ինչ անում է, ամեն ինչ ճիշտ է։ Նույնիսկ ինքն է, չէ՞, միշտ խոստովանում որ նույն դասանում է մնացել երբեմն ինչ որ հարցերի շուրջ, այսինքն ինչու՞ են վախանում, ես չեմ հասկանում։ Մի խոսքով եւ դրա համար ես չեմ տեսնում դուք ասեք արևմտամետ ուժերի կոնսոլիդացիա։ Ցավալիորեն ես այս խորհրդան ավելի վատ, նույնիսկ որակով ավելի վատ եմ պատկերացնում, որտեվ ԿՊ-ում էլ կա։ Հաջորդը։ Այո, լինելու են դեմքեր, որոնք այդքան էլ կապ չունեն քաղաքականության հետ, որ ցուցակը նայում ես նոր դեմքերի, որը մեկին չեմ։ ԿՊ-ի առումով։ Այո, թերագնահատել, բայց այսպես անդեմ падգամավորներ են ունենալու, որոնց այդ երևի իշխանության համար, այսին բարի եւ խելոք այո։ Դե եթե իրենց պետք է այս նոր ընդդիմությունը, որը ընդհանրապես ոչ մի քննադատություն լուրջ չկա, էլի ամեն անգամ իրենց վատ վիճակում են դնում, ուրեմն իշխանության մեջ էլ պիտի լինեն այսպիսի մարդիկ անդեմ։ Ես դες ասեմ, իդեպ վատ չի իշխանությունների համար, որ իրենց քննադատում են։ Դա նորմալ է, դա ճիշտ է, որտեղ մի հոգին ինչքան էլ վունդերկիnd լինի, ինքը մարդ է։ Բայց եթե Պուտինի վիճակում պետք չի հայտնվել, որ դու մենակ քեզ ես լսում։ Կամ հայելի մեջ։ Այո, Պետրոս մեծ է խոսում, իրոք այդ փաստերը կան, որ նա արդեն spiritual տենց հանդիպումներ, դրա մասին Զելենսկին էլ խոսեց։ Օդարացում, հասարակությունից եւ կարծում եմ որ ամեն ինչ շատ լավ է։ Այո, ամեն ինչ շատ լավ է։ Նիկոլ Փաշինյանը իհարկե Վլադիմիր Պուտինը չէ, մենք էլ փոքր երկիր ենք, նա զգում է մարդկանց դրամատությունը, դրա համար էլ լավ խաղում է։ Նա քայլեր անում է, դրական քայլեր է անում, բայց այս ներքին ինչ որ հիմա կատարվում է, սա ես ընդհանրապես չեմ ընդունում եւ տեսնում եմ, որ գնում է խաղը ձեռնտու լինելու սցենարով, բայց չես կարող ասել X պահին ձեռնտու կլինեն թե ոչ։ Գիտեք, այս բոլորին վրա այս մեծ, ասենք աղցանին մեջ նաև Սամվել Գարաբեդյանի կոնցեպտը կա։ Եթե ուշադիր լակ անոնք միշտ խոսին տնտեսական բարելավում, օրվա հաց, միջին խավի դուրքերը ազատում, այս բաները գաշխատին ի վերջո, որտեվ նաև գտեսնենք, թե հիմա չեմ գիտեր ինչքանով ճիշտ են այդ թիվերը, գամավորներու մեծ բանակ, անցյալ օրը նկատեցինք մեծ ավտոներ, եվրոպական ծևով վրան լուսանկարներ եւ այլն այս դինամիզմը կգարձեմ որ պիտի ավելնա առաջիկային որովհետեւ փողի խնդիր չկա եւ այդ միջոցները բարձրապես ժողովրդին մոդենալու ինչ որ ծևեր են աշխատի այս բոլորը Տեսեք ինչ բարդ խաղ է կնում մի կողմից ակնհայտ է Սամվել Կարապետյանի դերի բարձրացումը իշխանությունների հատուկ քաղաքականության արդյունքն է
իրան ձերբակալելը մեր ձևով ասելու համար։ Լավ մթնոլորտ ստեղծեցին, Իրանցի շուրջ։ Սա տեխնոլոգիա է։ Հիմա ես մի օրինակ բերեմ։ Մի քանի ամիս առաջ ով էր ճանաչում Սամվել Կարապետյանին կամ իր ընտանիքի անդամը։ Դա ճանաչում էին ոչ որպես քաղաքական։ Հերու մարդ, բարի մարդ, այո։ Նոր չի ծնվել, նրա մասին շատ են լսել, այդ ինչի երբեք ժողովուրդը չի մտածել ձայն տաս։ Ում էին ավելի շատ հիշում Ռոբերտ Քոչարյանին կամ նրա որդուն։ Այսինքն սա հիմով է հիշում իրանց։ Նախ տեխնոլոգիա է։ Շեշտը դրվում է իրանց վրա, այսինքն 2-3 ամսում այդ ուժը դարձավ երկրորդ ուժը Հայաստանում։ Հիմա երկրորդ ուժն է 30 տարի չեն կարող ուժ դառնալ, իրանք տենց արագ դարձան։ Այսինքն այն, որ իշխանությունները ակնհայտ օգնում են, որ այս ուժերը աճեն, հենց դա է ինձ հիասթափեցրել։ Դա պարտեզ է։ Մյուս կողմից այստեղ անվստահություն կա քաղաքականության մեջ, ոչ մեկին չի վստահում։ Նիկոլ Փաշինյանն ասում է, բայց այնքան չլինի, որ արդեն սպառնա, բայց նա չի կարող իմանալ կլինի թե ոչ, այսինքն ինչ շախմատ էլ գծես դու ժողովրդի տրամադրությունը չես կարող իմանալ։ Հայաստանն էլ ժողովրդավարական երկիր է իր թերությունը, Ռուսաստանը չի, որ Պանֆիլովան ինչ որ թիվ գրի գնա տուն։ Ինչքան էլ գրեն։ Կամ նգարենք, հա։ Այո, ես ինչ եմ միշտ ասում, որ իմ քննադատությունը իմ պետության օգտին է, որ ես չեմ ուզում, որ Սիրիայի սցենարով մենք գնանք։ Մենք դեռ պատերազմի մեջ ենք, ես չգիտեմ ով հետ ինչ մրցանակ է ստանում։ Բայց մենք խաղաղություն չունենք, չէ՞։ Պարոն Ալիևն էլ ասեց, երբ որ կփոխեք սահմանադրությունը, կմտածենք, է դեր ասում։ Թրիփից հետո էլ կդառնա խաչմերուկ, հետո էլ չգիտեմ ինչ կդառնա։ Այսինքն որևէ մեկը չի կարող ասել աշխարհում հաջորդ օրը ինչ է տեղի ունենալու։ Իրան, Ուկրաինա եւ այս պայթյունավտանգ վիճակ է։ Ես չեմ ցանկանա, որ իմ երկրում ներքին այս գզվռտոցը վերածվի Հայաստանը փոքր-փոքր ինչ որ մասերի մասնատման, այսինքն ինչ արմով 90-ականներին ամեն մեկը իր գրուպիրովկա, խմբավորումը, հա, իր հայաթում ղեկավարում էր։ Դե Հայաստանում էլ գիտեք, այնքան կուսակցություն կա, որ աշխարհում այդպես կուսակցություն չկա։ Այսինքն պարակտելը միշտ եղել է հայ ժողովրդի թշնամիների գլխավոր զենքը եւ հիմա էլ Կրեմլիցի դեպ ես կարծում եմ դա շատ հաջող իրականացվում է։ Դուք հաջող ձեր հարցազրույցներում նաեւ գեհդեվիմ ես չնայած ժամանակի լուրջ խնդիր ունի, բայց Գարմիր տելով անվտանգության թեման առաջ կքշեք, ի վերջո դժգոհ եք իշխանություններն այս Հնդկաստանեն զենք կքնենք եւ այլն։ Այդ օրը գարտացի նաեւ Jerusalem Post-ի մեջ ինչ որ շատ մասնակիտական նյութեր ԱՏՍ-ներու վերաբերյալ մեր գարձեք ինչ որ մենք նոր հույսեր կան այդ առումով։ Ինչպես կգնահատեք իրավիճակը եւ զինվիլ մինչեւ վերջ։ Ես իմ մտահոգությունն եմ բարձրաձայնում, քանի որ ես ներքին ինֆորմացիային տեղյակ չեմ, Հայաստանում քաղաքասարակության հետ ՊՆ-ում հատկապես կարծես քիչ են հաշվի նստում։ Հնդկաստանից այո, մենք միշտ էլ իմացել ենք, որ զենք ենք ստանում։ Ես մի քանի հարցադրում եմ անում, Հայաստանը ինքը պիտի ԱԹՍ-ներ արտադրի, ինչպես Ուկրաինան, Հայաստանի հայ ժողովրդի գիտական միտքը չեմ ուզում վիրավորել, բայց մեր հարևաններից հաստատ առավել է։ Միշտ կշեշտեք այդ մեկը։ Իհարկե, մենք Ամերիկայում ենք այդպեսի անձինք ունենք կամ Ռուսաստանում, Հայաստանում չեմ կարող ունենալ։ Այսինքն ներդրումներ պիտի լինեն եւ Հայաստանում կառուցվի, ինչու որովհետեւ չես կարող ասել վաղը Հնդկաստանը քեզ զենք կվաճառի, թե ոչ, սով չի լինելու։ Ես տեսնում եմ Ուկրաինայում ինչ է կատարվում, եթե զենք չեն վաճառում եւ Զելենսկին էլ դա տեսնելով իր հրթիռներն է արդեն արտադրում, տամագավքների կարիքը չունի։ Ունի, բայց ոչ այդքան։ Հոբ համակարգեր ներսում պիտի արտադրություն լինի, մեզ կօգնեն մեր դաշնակիցներ։ Հաջորդ ես այդ հարցը տալիս եմ, ՀԱՊԿ անդամությունը խանգարում է Հայաստանին հարձակողական զենք վաճառել Արևմտյանի, Հնդկաստանի զենքի մասին դեռ չեմ խոսում։ 2. Երրորդը Հնդկաստանի զենքերը մեր աշխարհագրական դիրքին էտել եմ լսում հարմար են օգտագործման համար, հնդկական թե ոչ։ Հաջորդը ես խոսում եմ, որ բանակում պիտի վերափոխումներ լինեն, այդ լյուստրացիան բանակում է պիտի լինի, որ չգանք ասեք Շուշին հանձնեցին, ես մեղավոր չէի, այսինքն դա շատ կարևոր խնդիր է, ուզում ես ամենալավ զենքերը բերկռվող պիտի լինի։ Դու գեներալներ ես, որ վստահում ես այդ մարդկանց։ Հետո այդ համապարփակ անվտանգության մասին է շատ հաճախ խոսում, այսինքն պրոֆեսիոնալ բանակ, բայց խնդիրը որակի վրա պիտի դրվի։ Ավելի լավ է ունենալ քիչ զինվոր, բայց որակով, քան 3 միլիոնանոց բանակ ունենալ Ռուսաստանի կամ Չինաստանի նման։ Եվ առանց որակի։ Եվ առանց որակ, այսինքն շատ էստեղ խնդիրներ կան։ Այո, քայլեր անում են, այո, բունկերներ են կառուցում, ես էլ եմ այցելել սահման, բայց դա այն քայլերը չի էլի, որ համապատասխանում։ Այսօր Եվրոպան նույնիսկ ինքը խաղաղ լինելով զենքի խոսում դու գորած մեկը զենք մինչև վերջ, չէ՞։ Այդ Մյունխենյան զինվել համաժողովի գլխավոր միտքը, որ Ալիևը կրկնում է, ուժեղի իրավունքն է։
Մենք որևէ վրա չենք հարձակվում, երբևիցե չենք հարձակվել պատմության մեջ, մենք քոչվոր չենք, որ եկել ուրիշների տարածքները վերցրել ենք, բայց մեր պատմությունը մեզ ցույց է տալիս, որ նախ դրսից կախված լինել չի կարելի որևէ կենտրոնից։ Եվ ամենակարևորը մենք մեր աշխատանքը կկատարենք, Իսրայելը երբ դարձավ հզոր, Ամերիկան չէր օգնում Իսրայելին առաջին արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ։ Հակառակը Պաղեստին պետության գաղափարը հենց ԱՄՆ-ինն էր։ Ստալինը օրինակ զենք էր ուղարկում, ինչքան դա օրինակ է Չեխոսլովակիայից, բայց Իսրայելը ցույց տվեց, որ ինքը կարող է, չլինելով դեռ կայացած պետություն, պատկերացրեք։ Նոր աստին հաշվի ենք նստում Իսրայելի հետ։ Քեզ երբեք չեն օգնի, եթե դու ինքդ քեզից ոչինչ չես ներկայացնում։ Բարին, մեր Աքիլլեսյան գրունգը մայրաթոր Փաշինյան բայկարը ուր է գնում Տիգին Դալակյան, դու ինչպես գտի դարգեք ոչ կաթողիկոսը պատրաստ է ինչ-որ քայլ անել, ստերոյդին վարչապետն գործե կամ փորձեց ներեկայացական խնդրի վերածել ու հավանաբար քիչը նկատեցինք, որ իշխանության նույնիսկ եթե հրեդորապանությունը մնաց նույնը, սակայն առնվազն ուրիշ վիճակ մնա այսօր, այսինքն ավելի թեժ էր։ Ինչ սցենարներ կան այս առումով։ Սա ներհայաստանյան խնդիր չի, առավելևս ներկաթողիկոսության խնդիր չի, այսպես ասած, ներեկեղեցական։ Պարզ է, չէ՞, սա ինչ խնդիր է, սա հիբրիդ պատերազմի ձև է հետսովետական երկրներում, ինչպես Մոլդովայում, Ուկրաինայում եկեղեցին հանդիսանում է ցավոք Ռուսաստանի ձեռքում գործիք ինստիտուտը եւ ղեկավարները այսպիսի։ Գարեգին երկրորդը ինքը օբյեկտիվ անձնավորություն չի, ինքը երբևիցե չի խոսել Հայաստանի շահերից, երբևիցե չի քննադատել որոշ կենտրոնների, որ իր համար շատ կարևոր է, նույն Արցախի հարցում իրենց քաղաքականության ինքը վստահություն չի վայելում, որևէ մեկը հիմա չի կարող ասել, որ այդպես չի։ Այսինքն նույն այդ մարդիկ, որ իրեն աջակցում են, ինչ ասես իր մասին խոսում էին տարիներ շարունակ եւ իրենց թերթերում։ Այսինքն այս մարդը խոցելի է ինքն իրենով, բայց ինքը չի հեռանում, որտեղ եւ ինքը չի ուզում եւ չի կարող։ Ինչ որ ճնշումներ կան։ Իհարկե, այսինքն մարդիկ, որոնք կապիտալով իրենց եկել ստեղ ընդդիմություն են դարել, դու գիտեք այդ իրենց կապիտալն, Ռուսաստանը այդտենց երկիր չի, որ թողնի ինչ որ մեկը հարստանա ինքնուրույն։ Ինչպես Ռուբեն Վարդանյանը, այսինքն սրանք լծակներ են Ռուսաստանի ձեռքին։ Կարող ես հետ չգալ, եթե չանես այն ինչ որ պետք է։ Հիմա Ռուբեն Վարդանի մասին ինչի չեն հիշում, որովհետև չկարողացավ անել այն ինչ ասում էին։ Իհարկե գուցե էլի ինչ որ հույսեր կան, բայց ես նույնիսկ ձեզ մի բան ասեմ, իհարկե շեղվեմ թեմայից, նա առաջի հարցի վերաբերյալ, նույնիսկ կարծես այսպես վրեժ լուծեն Ռուբեն Վարդանին։ Բաջեն։ Մոսկվայում, այո։ Այսպես վերաբերվում, չտեսնենք, չլսենք։ Չգիտենք, չենք զանոթ չենք։ Հանդեպ ավելի բարացակամ են։ Այն օրը խնդրում էին, որ ազատեն իրենց բանտարկված ռուսներին, հիշում եք, այդ Ալիև Պուտինի հակադրության ժամանակ բարի ժեստ արեք, խնդրում ենք։ Մի հատ չենք լսել։ Իդեպ ընդդիմությունը կարծես տեղյակ չի դրա մասին, Վենսից են պահանջում։ Այո։ Այսինքն Ռուբեն Վարդանյանի հանդեպ ռուսական, ես հուսամ Ռուբեն Վարդանյանը հետևություններ կանի հետագայում, եթե փորձեն էլի իրեն օգտագործել ներողություն։ Ինչ վերաբերում է կաթողիկոսին, ես ցավում եմ, որ գլխավոր հենասյուներից մեկը հայ ժողովրդի հավատքը Վենսն էլ նշեց հիմա, դա շատ կարևոր է դարձել քրիստոնեական արժեքները, թեկուզ քաղաքական այսպես խաղերում, բայց այսօր մեր երկիրը աշխարհում քննարկում են Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսի դեմ է, կաթողիկոսը Նիկոլ Փաշինյանը խայտառակություն է։ Հիմա հետո էլ ասում են կաթողիկոսի հանդեպ այլ մեղադրանքներ են առաջադրվելու։ Նա Հայաստանի քաղաքացի է, սահմանադրությանը ենթարկում է մեր բոլոր քրեական քաղաքացիական եթե այդպիսի փաստեր կար, իսկ ես որքանով լսում եմ, կան փաստեր, բայց Փաշինյանը հենց այնպես չէր ասի այդպիսի բաներ։ Գսվի որ շատ կբահվին այդ փաստերը եւ հրաբարակելի չեն։ Հրաբարակելի կլինեն ընտրություններից առաջ։ Մինչև ընտրություն Նիկոլ Փաշինյանը չի լուծի այս հարցը, որտեղ ցավոք նա այս հարցն էլ է քաղաքական ինչ որ փորձում են միավորներ ստանալ։ Իհարկե, ժողովրդին պատկերացրեք սենսացիաներով են կները կերակրում։ Մինչև ընտրություն պատկերացրեք ինչքան սենսացիա։ Այս ընտրությունները լինելու են կոմպրոմատների պայքար, տգեղ, քաղաքականության մասին չի լինելու էս ոչ մի բանը։ Դրա համար է տահաճ նույնիսկ խոսել է շատ հաճախ, նույնիսկ չեմ էլ ուզում խոսել, բայց այն որ Գարեգին երկրորդը պետք է հեռանա, միանշանակ է, այն որ եկեղեցում եղած խնդիրները պետք է լուծվեն, բայց եկեղեցու ներսում, դա միանշանակ է, բայց թե դա սա դարձել է քաղաքական պայքարի մաս եւ արդյոք դրանից հետո մեր եկեղեցին չի տուժի, որ
որպես ինստիտուտ, սա իմ համար ամենակարևոր խնդիրն է, որտեղ ժողովրդի մեծամասնությունը արդեն շատ հիասթափված է։ Այո, եւ ցավոք Վաղուց, բայց այդ հիասթափությունը նոր չէ, Դիգին Դալակյան։ Չէ, գիտեք, Գարեգին երկրորդից չեն հիասթափվում։ Ցավոք ժողովրդի մեջ կա հատված, որ եկեղեցու հանդեպ է արդեն բացասական։ Նույնացնում են։ Այո, այն ժամանակ էլ հա, ճիշտ է, Գարեգին երկրորդին բոլորն էլ ճանաչում են ի սկզբանե, Վազգեն առաջին չի։ Իհարկե Վազգեն առաջինն էլ ուներ ինչ-որ դրանց խոցելիությունները մարդիկ են, այո, ես էլ ունեմ, բոլորն էլ ունեն։ Վերջի սենք ակորդը ինքը որպես սուրբ հերացավ, չէ՞։ Այո, բայց արդեն խոսքը եկեղեցու է, ինչ որտեղ միայն Գարեգին երկրորդի մասին չի արդեն։ Պարզվում է եկեցին ներսում դժվար է մարդ գտնել, որը խնդիր չունի։ Լուրջ հարց է։ Այսինքն Գարեգին երկրորդը այդ հարցը տալիս է միշտ գնա ով է գալու, մարդիկ, որոնք իր հետ նույն բանն արել են, ուղղակի հիմա դարձել են մաքրող եկեղեցին։ Սա կարող է քաղաքական առումով աշխատի, բայց ժողովրդի մեջ շատ մեծ հիասթափություն է ստեղծում։ Եվ այդ օրամար ժողովուրդը չի հագաստում կամ չի հետաքրքրում։ Ժողովուրդը չի մասնակցում այս ամենի։ Եթե տեսնեք, եւ Գարեգին երկրորդի աջակցողների հավաքները եւ իշխանությունների շատ սահմանափակ են։ Գառույցի մեջ եղող մարդիկ են եւ եկեղեցու բարակային եւ Այո, վերվում են, չէ՞։ Ես արտաշատում եմ հավաքը որ եղավ օրինակ այդ ժամանակ եւ դա խոսում էին, որ այդ մարդիկ արտաշատից չեն, ովքեր եկել են արտաշատի եկեղեցու։ Գապ չունեն արտաշատի հետ։ Իհարկե, այսինքն սա եւ Փաշինյանը ինչի՞ չգնաց Մայրաթոր։ Անդադ ասում էր գնում եմ, որովհետեւ ինքն է գիտի, որ այո ժողովուրդը չի ընդունում Գարեգին երկրորդին, բայց ժողովրդին տհաճ է այս ամեն ինչը։ Գումարած դրան, եթե ինքը որոշել է ամիսներով այս հարցը խոսի, ես կարծում եմ նույնիսկ դա կարող է բացասաբար անդրադառնալ իր հեղինակության վրա, ոչ թե Գարեգին երկրորդի պաշտպանության համար, հասկանում եք, այլ ժողովրդի նյարդերի վրա խաղալու։ Գիտեք, կարծեք ֆուտբոլի խաղի պես է, օրինակ Կաթողիկոսը արեց կարգալույց, հետո իշխանությունը Գևորգ Սրբազանը դիմեցին Տադարան, Անգեի հետ Կաթողիկոսը հայտարարեց եպիսկոպոսական ժողով, իշխանությունը արգելքներ տրավ որոշակի եպիսկոպոսներու եւ անցամբ իր թեմ։ Հաջորդ քայլը ինչ սցենար։ Ես ուզում եմ հասկանալ, ինչի՞ չի Նիկոլ Փաշինյանը քայլեր անում Կաթողիկոսի անունը օգտագործողների դեմ Հայաստանում։ Խոշոր օգտագործողների։ Քաղաքական թիմերը։ Ասում են քաղաքական թիմի անդամ են, այդ թիմը ղեկավարներ ունի։ Չի կարելի իրենց չնկատել եպիսկոպոսին ձերբակալել, որը ասել է հեղաշրջում պիտի անենք։ Այո, օրենք է խախտել, պիտի ձերբակալ։ Բայց մենակ չի ասել, չէ։ Մենակ չի ասել, բացի այդ ինքը մենակ ասել է, մնացածների մեղքերը ավելի շատ են, ինչի՞ չի կիրառվում, սա արդեն արտադրության նախարարուհուն պիտի հարցնի։ Իսկ նշեցիք Միքայել Սրբազանի բարական հյուրերս մեկը գսեր թե լավագույն գերբարն է ընտիմությունը Փարմ ունիկ ռուսերեն այսպես հիմա չեմ հիշեր կոնսոլիդացիա ստեղծել այդ անցին շուրջ եւ դառնա գերբար նոր գերբար ընտիմության կա այդ հերանեկարը թե Քոչարյան Սարգսյան չեն դանիր Միքայել Սրբազանի այդ արարությունները որ Արիտով մսավ այդ նախագահները պետք է հերանան այլևս հանգիստ տողեն ինտիմատիր դաշտը կամ վերջացավ թերը Միքայել Սրբազանի Դե բայց այդ խոսքը կարևոր էր այդ փուլին այսին։ Փոխել այդ մարդը։ Հիմա ինչ է, ունի արիթը Միքայել Սրբազանը, հիմա որ նաև առողջացավ, բուժվեցավ։ Տեսեք, Միքայել Աջապահյանի մասին է խոսքը։ Ես չեմ ուզում իրեն ասել Սրբազան, որովհետև ինչու, դեպ նրա դեպքը ինձ համար առավել անընդունելի է Ստալինի հետ կապված, ինձ Քոչարյանի հետ կապված հարցը այդքան չի անհանգստացնում, ինչքան Ստալինի։ Մի անգամ հիշում եմ, մի անգամ չի շատ անգամ է անագովաբանել, այսինքն Քոչարյանը Ստալին չի, իհարկե այնպես չի որ դա շատ դրական կերպար է, բայց ես չգիտեմ մարդու որը ինքը ասեց Ստալին պետք ունենք։ Այո, որը եկեղեցիներ է այրել, գալ եւ նրանք վարել, քահանաներին էլ հետը իդեպ եւ հայ ժողովրդին ամենամեծ վնասն է տվել Արցախի Նախիջևանի հետ կապված։ Նախիջևանը այդքան ինքը չէր, որքան Կովբյուրոյի որոշումը մի գիշերում։ Այսինքն գալ ամեն օր ասել Արցախ հետո ասել Ստալինը շատ լավն էր, նա Աթաթուրքի արձաններ դրեք Երևանում կամ բանի Աբդուլհամիդի ավարտեք, նա հայ ժողովրդի թշնամին է։ Իոսիֆ Ստալինը այսօր այն ինչ մենք ունենք, որ Արցախ չկա, դա Իոսիֆ Ստալինի քաղաքականության արդյունքն է։ Եթե դուք դրանից հետո նրան գովաբանում եք, կրկնում եմ Հեյդար Ալիևի արձանը դրեք Երևանում։
Իսկ նույնպիսի վնաս է տվել։ Շանս ունի Միքայել Ոչ, իհարկե ոչ։ Նախ ինքը շատ ագրեսիվ անձնավորություն է, ես շատ բացասական էներգիա եմ ստանում նրանից։ Անկեղծ ասած պետք է խոսեմ իմ ժողովրդին, ինչ ասեմ։ Իհարկե։ Ես ագրեսիվ հոգևորական չեմ անցալում։ Մենք ձեզ հետ գուցե կարող ենք ագրեսիվ դառնալ ինչ-որ բան, բայց եթե դու քարոզում ես քրիստոնեություն եւ այդ մարդուց միգրոն, որի հիմքը սերն է, Հա, վիրավորում բոլորին։ Օրինակ Փաշինյանի հանդեպ էլ հիմա էլ քննադատեցին, գանք մյուս կողմից էլ նայենք, ասենք մտնել ընտանիք, վիրավորել, հետո էլ ասել, «Ոյ, մի վիրավորեք մեզ», այսինքն չէ, դու կամ ինչ-որ կարիքներից էր խոսում, հոգևոր։ Ես շատ ամաչում եմ, եթե ինչ-որ մեկը պիտի գնա իր հետևից, խնդրեմ, թող գնա։ Էլ չասած Գյումրիում ումա աջակցում, էլի։ Տարիներ շարունակ ինքն էր խոսում իդեպ այդ բաներից։ Հիմա ասում են Քոչարյանին ասලා թող չլինի, այսինքն Գյումրիի քաղաքապետը ինչ-որ մի բան լավն է Ռոբերտ Քոչարյանը, ինձ կուսի նույնիսկ հակառակը։ Այդպես որ նայենք, այսինքն Վարդան Ղուկասյանը, որին ինչ ասես ասում էիք, դուք հենց Երբ որ ինքը քաղաքապետ էր Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ թալանելու, ընդհանրապես իր արժեքների ժամանակ խնդիրներ են եղել, այս չեմ ժամանակ ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս, եւ ժողովուրդը իրոք լսում էր իրեն։ Հիմա գալը նրան օրհնել, չգիտեմ, թողնա ժողովուրդը որոշ։ Ինդալակյան այս բոլորի մեջ ինձ համար շատ հետաքրքրական է ինչ վերաբերմունք կրնան ունենալ Քոչարյան եւ Սարգսյան Սամվել Ղարաբեդյանի աստղի բարձրացումով։ Դա իրական անգերց պիտի ընկալեն, մարսեն կամ չթողնեն կամ ինչ ի վերջո դարձյալ հյուրերս մեկը գսեր թե բոլորը կգանքնին եւ բարևի կգենան Քոչարյանի առաջ։ Ինչպես կդիտարկեք դուք։ Քոչարյան։ Այո, եթե նույնիսկ ասենք Սամվել Ղարաբեդյանը ինչ որ դեղ հասնի խորհրդարանի մեջ, դարձյալ իր password-ները, այսպես ասած, պատկերավոր Քոչարյանի մոդել։ Ես հակառակը կասեմ, Ռոբերտ Քոչարյանը այսօր ինքն է խնդրողի կարգավիճակում հայտնվել։ Իդեպ մի քանի անգամ նա ասաց, որ մենք իրար հետ ենք լինելու, այսպես էր։ Իսկ Սամվել Ղարաբեդյանի բարեկամը ասաց, այդպեսի բան չկա։ Հիմա ես չեմ հասկանում, ով է խնդրողի։ Եվ իր վերջի խոսքի մեջ էլ կարծեմ Փեմեն հայտարարեց, որ երրորդ անգամն են ուզում եւ այլն այդպեսի։ Բացի այդ Ռոբերտ Քոչարյանը իր առաջի հարցազրույցից հետո ես բարձ հասկացա նրա վերաբերմունքը Սամվել Ղարաբեդյանին, թվում է գովաբանում էր Սամվել Ղարաբեդյանը, ինքը մեծ արտահայտություն արեց, որ իմ մեջ արդեն դրոշմվել է, ասեց ինքը փորձ չունի։ Վերջ։ Կարար էր ոչ մի բան չասեր, սիրունա, շատ գեղեցիկ։ Քննագարում է ասել։ Այսքան ուզեցավ ասել, ես նախագահ եմ եղել այդ մարդը։ Պարոն Քոչարյանի մեջ դա միշտ մնացել է, որ ինքը իհարկե օրինակ մարդը մի օր մի պաշտոնի է, հաջորդ օրը ուրիշ, չէ՞, այդպես մարդիկ կան շատ դրական, նորմալ են վերաբերում։ Ինքը մնացել է, որ ինքը նախագահ է։ Թիվ 1-ն է։ Այո, Սամվել Ղարաբեդյանն իր ժամանակ եղել է իր համար այդպես օլիգարխ, չգիտեմ այդ բառը ոնց ասեմ, հա։ Ինչպես օրինակ հիմա մյուսն էլ կա բարերար, չէ՞, իրեն լուրջ չեն վերաբերում Քոչարյանը։ Իդեպ Սերժ Սարգսյանն էլ է նա այդպես վերաբերում, երբ խոսում է, այդ որ ասած ինձ ապարտական, այդպեսի մի նախադասություն արեց։ Այսինքն իր համար այդ բոլորը բացի Վազգեն Սարգսյանից, դրա համար չկա Վազգեն Սարգսյանը, իր ենթականերն են եղել։ Իդեպ Տեր-Պետրոսյանն էլ Քոչարյանի հանդեպ, բայց հայ մենք շատ վատ ղեկավարներ ենք ունեցել մարդկային առումով, իհարկե ես դեռ փոքր եմ դատելու համար, բայց իրենք մարդկային այդ նախանձը շատ հաճախ հիմք են դնում քաղաքական քայլեր կատարելու համար։ Այն որ աջակցությունը ունի Ռուսաստանի Սամվել Ղարաբեդյանը, դա չի թողնի, որ Քոչարյանը նրա դեմ խոսի։ Այսինքն, բայց Քոչարյանը կարծեմ պիտի վիրավորված լինի Վլադիմիր Պուտինից, որովհետև այդ քիմիան կարծես միակողմանի է։ Կամ քչանում է։ Ավարտվել է, ես նկատել եք, իդեպ Քոչարյանը միշտ Պուտինի մասին այդպես խոսում է, Պուտինը ոչ, հա, շնորհավորում է ծնունդը Նիկոլ Փաշինյանից շնորհավորում։ Այո, ուզում է հեռու մնա Քոչարյանի անվան հետ, որովհետև գիտի, որ հեղինակություն չունի։ Ես հետարքիր բան ասեմ, այս երեքը իրար դեմ, դա սխալ է կարծել, որ իրենք իրար հետ են, ավելի շատ կպայքարեն տեղի համար, որտեվ իրենք գիտեն, որ իշխանության համար չեն կարող պայքարել, այսինքն ինչի համար։ Երկրորդ դիրքի համար է պայքարը։ Երկրորդ, երրորդ, չորրորդ Սերժ Սարգսյանը չի մասնակցել, այդպես եմ կարծում։ Ես պիտի հարցնեի ՀՀԳ-ի առումով ինչ կտեսնեք։ Այսքան մեծ զախոսիկ գործիչներ, ամեն օր լայվեր, ամեն օր հարցազրույցներ եւ մեծ բարեր ՀՀԳ-ն ի վերջո ինչ պիտի լա ճակատագիրը այս ավանդական գրնանք նշել, ավանդական գուսակցություն դարձավ հիմա մեր պատմության մեջ։ Գուսակցություն չկա կայացած։
Գուցե դաշնակցությունը, բայց դաշնակցությունը այն դաշնակցության հետ կապ չունի, որը սփյուռքում է։ Իրանք երբ ընդհանրապես կապ չունեն։ Մնացածը մեկ անձի վրա կառուցված կուսակցություններ են, ինչ որ օլիգարխ, սեփականատեր, անվանային։ Նիկոլ Փաշինյանն ԿՊ-ն, եթե Նիկոլ Փաշինյանը գնա պատկերացնեք, եթե չլա, ինչ կլա ԿՊ-ի բարական։ ԿՊ-ն իր ներսում լուրջ բաժանումներ ունի, դրա մասին բոլորը։ Հիմա ներկայիս։ Այո։ Հիմա անուններ չտամ, դա իմ խնդիրը չի, այսինքն այնպես չի, որ ԿՊ-ում խմբավորումներ չկան։ Դա կառուցված է Նիկոլ Փաշինյանի հեղինակությամբ, ինքը միշտ հասկացնում էր, չէ, որ ես չլեի, դուք չէիք ընտրվի, Աղազարյանն էր, չէ։ Միշտ ասում։ Այսինքն կուսակցություն չկա, դա դնենք մի կողմ, իսկ ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հեռանկարներին, Քոչարյանը ես արդեն մտածում եմ կամ ինքը կլինի խորհրդանում, կամ էս տապանը, բայց եթե տապանը պայմանավորվածություն ունի Պերգուտյան տապանը իշխանություններ, եթե հակառակ բարագայում այնքան քրեական գործեր կհարուցեն, այդ մարդիկ չեն հասնի տեղ։ Եթե հասնեն, ուրեմն որոշվել է, որ պետք է Ռոբերտ Քոչարյանը փոխարինել։ Նոր այդ մեխանիզմը կգնա աշխատել։ Դա արդյունքներից կերևա, բայց իհարկե միջազգային իրավիճակում այնքան բան է փոխվում, ես չգիտեմ։ Ամեն օր փոփոխություն է։ Շախմատը ոնց են գծում, բայց այն որ Սերժ Սարգսյանը շատ բացասաբար է վերաբերում Սամվել Կարապետյանին, դա 15 թվականից հետո է եկել երբ։ Իսկ ում հանդեպ դրական է վերաբերվում։ Շատ է։ Կարող եմ ասել ում հանդեպ բացասաբար է վերաբերվում։ Իհարկե ես չգիտեմ, ես այդպես տեսնում եմ։ Նախ կաթողիկոսի ինքը չի աջակցում, դուք մի լսեք Սերժ Սարգսյանը։ Հակառակը, որ ասում է Քոչարյանը դուրս գանք, չէ, դա կաթողիկոսի դեմ։ Ես իմացած եմ, որ վերջին այդ 2018-ի ժամանակ շատ մեծ դարակարծություն եղած է կաթողիկոսի եւ Սերժ Սարգսյանի միջեւ։ Գիտեք, տարակարծություն այո, Քոչարյանի հետ էլ, բայց տարակարծությունը գաղափարական չի, ինձ չի մեկը պահպանողական է, մեկը լիբերալ է, դա բիզնեսը չեն կիսել, տարակարծություն է առաջացել, կամ գուցե հույսը այն էր, որ Գարագին երկրորդը պիտի Փաշինյանին հայհոյի, չի հայհոյի, դա տարակարծություն ունեն։ Սերժ Սարգսյանի Քոչարյանի տարակարծությունը իրանք չեն էլ թաքցնում։ Արդեն գուցե մի քիչ Լևոն Տեր-Պետրոսյանն է, բայց Տեր-Պետրոսյանը արդեն իմ կարգով աուտսայդեր է, նաև իր տարիքի հետ կապված, հետո այդ նաև ՀԱԳ-ը իր հետ։ Հա, գիտեք ինչու, որովհետև ՀԱԿ-ը ամբողջ իր խաղադրույքը էլ այդ ոսմե մարդ կուսա Լևոն Տեր-Պետրոսյանի վրա է, դուք չեք կարողանում սերնդափոխություն անել, այդ մարդն էլ արդեն ֆիզիկապես ամենայն հարգանքով ի վիճակի չի սերնդափոխություն արվի։ Այդ անգա Հայաստանում։ Այո, շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Պուտինն ուզում է սերնդափոխ, հիմա ասում են իրանից հետո ինչ ինձ մե վերջ ջրհեղեղ։ Հա, այդ մարդը չի մտածում իր երկրի։ Բայդենն էլ արեց այդ սխալը, դեպի արևմուտքում եկա։ Հիմա դեմոկրատական կուսակցություն չկա, որ այսօր Տրամպը շատ ցածր հեղինակություն ունի։ Գիտեք, նույնը սպիրկի կուսակցություններու բարակային է, ավանդական սպիրկի կուսակցություններու բարակային է, ուր մարդը գնում է եւ միան բարիով հիշելու այդ մի բան ասեմ, փաստորեն դա հայկական խնդրեմ չի։ Ես այն օրը Facebook-ում գրել եմ, հիմնական հետսովետական խորհրդային երկրներում, Ամերիկայում նոր է այս խնդիրը։ Այսինքն օրինակ Ղազախստանի ղեկավարը ասում էր, որ ինքը չի առաջադրվելու ոչ երկրորդ, ոչ էլ առավելից երրորդ անգամ։ Հիմա սահմանադրությունն է փոխում։ Երևում է այդ աթոռը լուրջ խնդիրներ է ստեղծում մարդկանց համար։ Ես չեմ ուզում այսպես վերևից խոսել, բայց հուսով եմ կլինեն մարդիկ, որոնք այդպես չեն մտածի։ Փոխեն։ Որովհետև կյանքի իմաստը դրա մեջ չի, էլի, շատ ավելի դրական բաներ կան այս կյանքում։ Օրինակ եվրոպական ղեկավարները հետո հանգիստ գնում իրենց համար ապրում են, պարտադիր պլի Ստալինի նման մտածեն, ով է դուրը ծեծելու, որ մեզ թունավորի, չգիտեմ, այդ իրենք են ընտրում իրենց։ Ամենա Վլադիմիր Պուտինի կյանքը ինձ համար այդքան էլ հասկանալի չի եւ հաճելի չի թվում, եթե դու բունկերից չես կարողam դուրս գալ, ինչ որ խափում ես, տեղ ես գնում, թե այնտեղ ես գնում, ուզում ես 10 տրիլիոն ունեցի, դրա կյանքի վայելքը ո՞րն է, նույնն էլ Հայաստանի բարերարներ, եթե դու գիտես, որ այդ գումարը ամերոպե կարող են քեզից վերցնել, մի հատ էլ քրեական հոդված դնել քո ընտանիքիդ վրա, իմաստը ո՞րն է այդ հարստության։ Անգերտ զրույց էր Նիգին Դալլակյան, շնորհակալ ենք ձեզ եւ մեր ակնթիրներուն հիշեցնեմ, որ հյուրս Լիլիթ Դալլակյանն էր, նաեւ հորտորս էզի այսօր բավական պահակի ձեր բացինք, հետևիլ մեր հաղորդումներուն, հունիսի 7-ը հերու չէ, ու նաեւ խտանել այդպիսով անգախ մամուլի մեր առաքելությունը բարի լինցես։